Հայաստանում չապրելը, Հայաստանը չսիրելը, Հայաստանի մասին հոգ չտանելը, այդ հանցագործությունը լուրջ եմ ասում, այնքան չբացահայտված ու այնքան գողտրիկ անկյուններ ունենք, որ ասելու չի։ Ողջույն սիրելի հետևորդ, ողջույն սիրելի հեռուստադիտող, ողջույն սիրելի ճանապարհորդ, դու միացել ես Face Control հեռուստածրագրին եւ մենք ներկայացնում ենք ձեզ նոր էպիզոդ Գեղարքունիքի մարզի Արտանիշ բնակավայրից։ Տարիների ընթացքում 16-ից 20 մետր Սևանա լճի մակարդակը իջել է։ Այ այնտեղ որտեղ որ ես կանգնած եմ, ջուր ա եղել։ Հիմա ինչպես տեսնում եք, ցամաք։ Ու եթե կլինեն ձեր մեջ այնպիսիներ, ովքեր կկամենան տեսնել Արտանիշի Մենաստանը, կարող են գալ եւ ոտքով, եւ ամենագնացով։ Սեդան խորհուրդ չեմ տա։ Ահա այսպիսին է մեր թաքնված գեղեցկուհին, ուշ միջնադարյան կառույց է, թվագրվում է 14-ից 17-րդ դարեր, եւ ինչ է ասում Սիմեոն Երևանցի կաթողիկոսը իր հիշատակությունների մեջ, սրբավայր ծովի մեջ։ Եթե հաշվի առնենք այն, որ տարիներ առաջ 16-ից 20 մետր ծովի մակարդակը իջել է, ապա այո, այս տարածքը եղել է կղզի, ջրով շրջապատված։ Ու Մենաստան անապատ, ձեզ չթվա, որ խոսքը ավազի մասին է։ Մենաստան կնշանակի մենակ։ Այ երբեք դուք Աստծո օգնությանը դիմում հասարակական վայրերում, ամբոխի մեջ, չէ։ Ձեր զրույցը սկսվում է այն ժամանակ, երբ դուք մենակ եք։ Այսինքն մեր հոգևորականները ընտրում էին այսպիսի վայրեր։ Իզոլացված, հասկանում եք։ Միայն իրենք ու բնությունը, մենակությունը, լռությունը ու իրենց մոնոլոգը։ Տարածքը ամբողջապես ուսումնասիրված չէ։ 2020-24 թվականներին այստեղ եկել է հայ գերմանական արշավախումբ, տարիների ընթացքում լիքը բաներ հայտնաբերել են, լիքը հարցերի պատասխաններ տվել են, բայց գործը կիսատ է մնացել։ Երևի այս տարի կշարունակվեն պեղումները։ Так, մուտք դեպի անապատ, որ ասեմ տենց մեծ է, չէ, փոքր տարածք է, բայց նենց հետաքրքիր զորություն կա, այս քարերը վկաներ են ոչ թե խոսքերի, այլ աղոթքների։ Ես համոզված եմ, որ ձեզնից եւ յուրաքանչյուրը կհամաձայնի ինձ հետ, հավատը միշտ պահանջել է համբերություն, խոհեմություն, ներքին պայքար։ Դրա համար էլ մեր վանահայրերը, հոգևորականները կարծում էին, որ մարդը կարող է նման վայրերում ամենաազնիվ խոսակցություն տանել Աստծո հետ։ Իսկ ինչ է նշանակում զրուցել։ Նշանակում է կիսվել առօրյայով, պատմել, զրուցընկերդ դարձնել, խոսել ուրախությունից, խոսել տխրությունից, խոսել լավ ու վատ պահերից, այդ մեկ այնքան անհրաժեշտ է, որովհետև այլ բան է, երբ դու այդ ամենը տալիս ես քո ընտանիքի անդամներին կամ ընկերներին եւ լրիվ ուրիշ բան է, երբ դու այդ ամենը տալիս ես Աստծուն։ Եվ ինչ վերաբերում է ճարտարապետական ձեռագրին, ունենք գավիթ, շքամուտք, ունենք խորան ու մենք գտնվում ենք բաց երկնքի տակ։ Ու լռությունը, հասկանում եք լռություն, այն որ բացարձակ լռություն։ Այստեղ կարելի է հետևություն անել, որ երբեմն աղոթքները ծնվում են հենց այս լռությունից։
քարերը որ տեսնում եք, երբեմն եղել են նաև ճգնավորների տները ու նենց չի որ նրանք եկել են այստեղ աղոթել են ու լքել են տարածքը եղել են դեպքեր երբ եկել են շաբաթներով ամիսներով ճգնել են դարերն անցել են բայց այդ հիշողությունները մնացել են եւ մեր հեռուստապրոյեկտը գալիս է վերադարձնելու այդ հիշողությունները շնորհակալություն բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին ովքեր ձեռք են սեղմում եւ մենք նրանց հետ միասին կարողանում ենք մեսիջը տեղ հասցնել ինչը պորտկում է հայրենասիրության ինչը պորտկում է մեր մշակութային ժառանգության պահպանման եւ ով գիտե գուցե անցնեն դարեր ու այս հեռուստապրոյեկտը դառնա հիշողություն ինչպես այս քարերն են նու անզեն աչքով վերևում ա որ տարածքում եղել է կամ բնակատեղի ենթադրում եմ կամ գերեզմանատուն այս հարցին ճշգրիտ պատասխաններ կտան հնագետները ավելի կոնկրետանամ ավետիսը չնայած զանգեցի մի քանի հարց տվեցի պատասխանեց ըստ դրա եւ ունեցածս տպավորություններով շարադրեցի նախադասություններս բայց չէ ինձ թվում է ինչ որ տների տեղեր են հա այս մեկ այստեղ երկրորդը հա տեսարանը շատ խորհրդավոր է ու հավատացեք տեսարանն էլ բնավորություն ունի շատ տենց ծանր բնավորություն Սևանն էլ է շատ գեղեցիկ այս ռակուրսից մենք սովորաբար երբ ընտրում ենք կլասիկ ճանապարհորդական ուղղություն դեպի Սևան միայն մեծ ծանոթ հատվածներով ենք շրջագայում մոռանալով որ Սևանի հակառակ կողմն էլ է շատ գեղեցիկ պուջուրիկ թերակղզիներ են կամ կղզյակներ են ու գաճաճ բուսականություն շատ սիրուն է այն պահն է որ դու հանգստանում ես ոչ միայն հոգով, սրտով, ուղեղով, այլ նաև աչքերով աչքերդ նույնպես հանգստանում են վայելելով այս չկրկնվող տեսարանները այ կգաք ու կհամոզվեք կենթանական աշխարհն էլ է ուրիշ սովորաբար Սևանալիճը ասոցացնում ենք ճայերի հետ բայց այստեղ կան խառը թռչուններ տենց երկար վզով, երկար կտուցով, անուններն էլ չգիտեմ, սև բադանման թռչուններ էլ կան։ Հիմա առաջարկում եմ շարժվել դեպի Արտանիշ ու հոգալ գիշերակացի հարցերը։ Ձեզ թվում է, որ այստեղ չկան բարձրակարգ հյուրանոցներ կամ ռեզորտներ։ Դուք չարաչար սխալվում եք։ Այ մենք ընտրել ենք այնպիսի ռեզորտ, ինչը գտնվում է ազգային պարկի տարածքում եւ հանդիսանում է նաեւ առողջարան։ Գնանք, քանի եղանակը հետս կռվի չի բռնվել։ Որովհետեւ տեսնում եմ դեմքը ինչ որ տենց խոժորվել է։ Անձրև, ձյուն, կարկուտ, չգիտեմ, գնացինք։ Գեղարքունիքի մարզը Հայաստանի Հանրապետության այն մարզերից է, որտեղ եղանակը անկանխատեսելի է։ Չգիտեմ, տեսախցիկից երևում է այս ձյան նուրբ, թեթև պարը։ Երևում է։ Եվ այսպես Արտանիշ Beach Resort, խոսենք պլյուսներից։
անմիջապես Սևանի ափին։ Գտնվում ենք ի դեպ Սևան ազգային պարկի տարածքում, ունենք գազոններ, մանկական զոնա, խաղահրապարակ, էլեկտրոմոբիլների լիցքավորման կայան ու իհարկե Գեղամա լեռնաշղթայից քթիթ հասնող լեռնային օդը։ Մարդ գալիս է այստեղ ոչ թե հանգստանալու, հանգստանալը կա ու կա։ Դուք գալու եք այստեղ սինթեզվելու, միախառնվելու բնության հետ, որովհետև շուրջ բոլորդ էդ է։ Էդ ու միայն էդ։ 4-րդ կոտեջ, 3-րդ ընտանեկան սենյակ։ Բարև հոգիս, գալիս եմ գիրկդ։ Մտանք։ Так, արդեն ունենք տարածություն ու արդեն էս ինձ դուր է գալիս։ Սիրելի տուրիստներ, երբ unboxing եք անում ձեր սենյակը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Այս հենց այնպես դրված չի այստեղ։ Հարգելի հյուրեր, խնդրում ենք այստեղ գտնվելու ընթացքում գույքին վերաբերվել զգուշությամբ, քանի որ վնասված գույքի պատասխանատվությունը կրելու եք դուք։ Հետո չասեցի։ Ծխելն էլ արգելվում է։ Հսկայական զգեստապահարան մեր միջանցքում, սպիտակեղեն, վարսահարդարիչ, հայելի, սեյֆ նույնպես ունենք, կոնկրետ ես սիրում եմ այս լուծումը, երբ ընդհարցակ մեծ տարածությունը օգտագործում են ռացիոնալ, այսինքն խոհանոցային հատված և հյուրասենյակ։ Ունենք լվացարան, սառնարան և դարակներում սպասք, պատուհաններ, հետևաբար նաև բազմատեսակ վյուներ, պլազմա, փափուկ կահույք, լրագրասեղան, ունենք նաև պուֆիկ, ուզում ես արի նստիր։ Ուզում եմ մի փոքր խոսել երանգներից ու տոներից, մի տեսակ տենց հանգստացնող տոներ են, ինչը ստեղծում է լիարժեք հանգստի մթնոլորտ։ Ինտերիերն էլ է լավը, տենց մինիմալ ակցենտավորումներով։ Եկեք միասին տեսնենք, թե ինչ տրամադրություն ունի մեր սենյակը ննջա։ Գեղեցիկ է։ Իդեպ ասեմ, որ տաքացվող հատակ ունենք, մանկական մահճակալ, ինչը գնահատում եմ ընտանեկան հանգստի ժամանակ, և king size երկտեղանոց հսկա մահճակալ։ Երկու կողմերից ունենք տումբաներ, հեռախոս նույնպես կա, և զգեստապահարան։ Բնավորությունս այդպիսին, սիրում եմ փորփրել, քրքրել, սան հանգույց։ Օդափոխման համակարգը միանում է ավտոմատ, ունենք լվացարան, տնքա կամ կոնքա թաս, լոգախցիկ, ու եթե ես տեղավորվում եմ, ուրեմն ամեն բան շատ լավ է։ Այ, չտեսար, հիմա ցույց տամ պապիրուս, այնքան ուրախ եմ, որ պապիրուսի պրեմիում կատեգորիայի զուգարանի թղթերը հանդիպում եմ արդեն շատ հյուրանոցներում։ Շահավետ է ձեռք բերել այս տարբերակը, որովհետև այս փաթեթում 4 ռուլոն կա։ Նախկինում, եթե կարգախոսն էր պապիրուսի որակը մեր խոստումն է, ապա հետայսու պետք է ասել, որ պապիրուսը սեր է։ Այ հիմա պահն է հասունացել, որպեսզի ես հանգստանամ։ Քայլերը step by step, հա։ Լոգանք, հանգիստ, քուն։ Բարի գիշեր ու անուշ երազներ։ Ստեղ չեմ քնում էլի, սա անում եմ կադրի համար, կադրի գեղեցիկ լինելու համար։ Ասում են նախաճաշը օրվա ամենակարևոր սնունդն է, ինչից կախված է ձեր օրվա ճիշտ ընթացքը, բայց եթե այդ նախաճաշը մատուցվում է Սևանի ափին, ոչ միայն դառնում է կարևոր, այլ նաև դառնում է հիշվող, որովհետև գումարվում են նաև այս գեղեցիկ տեսարանները։
Օպա։ Նախաճաշը, ինչպես տեսնում եք, ինդիվիդուալ է, սիրելի ճամփորդասեր, գործում է երկու տարբերակ։ Ընտրել սենյակը նախաճաշով եւ առանց։ Ընտրելով առանց նախաճաշ տարբերակը, իհարկե տնտեսում եք, բայց yaman գիտի ես ինչ աստղաբաշխական թվերի մասին չի խոսքը, բայց իմ հորդորն է ընտրեք նախաճաշով տարբերակը, որովհետեւ գյուղական նախաճաշը երբեք վատը չի լինում։ Ու քանի որ ուզում եմ շուտ արթնանամ, ինձ հարկավոր է դոպինգ։ Այսինքն սուրճ, այսինքն Rio Grande։ Շնորհակալ եմ, այ հիմա օրը դառնում է իսկապես էլ լիարժեք։ Բարի լույս։ Ու ոչ միայն թարմ նախաճաշը, այլ նաև անտառների այս թարմ սառը օդը արթնացնում է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայ Անտառին մեզ ապահով տեղ հասցնելու համար։ Անտառներում ենք ճամբարակի ու այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու քիչ հայտնի, բայց շատ կարևոր վանական համալիրներից մեկը Հայաստանի Հանրապետության, հին գետիկ, խամշի, կարմիր եղցի, տարբեր գրականություններում անունը տարբեր է։ Տեսնենք Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ինչպես է վերնագրել հին գետիկ, կարմիր եղցի։ Վանական համալիր թվագրվում է 9-ից 12-րդ դարեր։ Տեսի ոնց որ Stonehenge լինի։ Հեքիաթ է, հեքիաթ։ Հին գետիկը մեր մոռացված, լքված, նկատեք ամենակիչ այցելվող հոգևոր կոթողներից մեկն է։ Կհարցնեք ինչու, անկեղծ ասած ես էլ չգիտեմ, այդ երևի դժվար անցանելի մացառներն են, անտառոտ տարածքներն են, բայց այն որ ֆանտաստիկ քայլարշավի երթուղի է, քայլես անտառներով, վայելես այս բնական գեղեցկությունը ու գաս հասնես խամշի։ Եթե վանական համալիր, ուրեմն օժանդակ կառույցներ եւս։ Ավելին 12-ից 13-րդ դարերում շատ կարևոր դեր ու նշանակություն է ունեցել։ Ինչու եմ առանձնացնում այդ ժամանակահատվածը, որովհետև այդ ժամանակ Աղվանի կաթողիկոսության նստավայրերից մեկն է եղել Խամշին, ինչպես նաև այստեղ գործել է վանական կենտրոններ, դպրական կենտրոններ, բայց հիմա անտերության է մատնված եւ ավերակներ են շուրջ բոլորդ։ Այն որ մի տեսակ վախեցնող լռություն է լինում, այ այդ տեսակ էս քարերը լռում են պատմության մասին։ 1231 թվականը անդառնալի արցունքներ ու կնճիռներ թողեց Խամշիի դեմքին։ Մի քանի գրականություններում կարդացի, որ ավերիչ երկրաշարժ եղավ այդ ժամանակահատվածում, այլ գրականություններում էլ ուրիշ վարկած է առաջ բերվում։ Ասվում է, որ տարածաշրջանի վրա հարձակվել են եւ վանքն էլ ծանր վնասվել է ու այլևս չի վերականգնվել։ Так, մուտքը այս հատվածից մեկ-մեկ երբ պատմության էջերը թերթում ես, ասում ես կեցեն եւ վանահայրերը եւ տեղացիները քարերի շարվածքին երբ ուշադրություն դարձնեք, այդ գունանցումը նարնջագույնից փիրուզ, փիրուզից մոխրագույն, մոխրագույնից ինչ որ գորշ տոներ, ֆանտաստիկ են արել։ Կան խաչքարեր,
տապանակարեր, այս նախագավիթն է, ենթադրում եմ մուտք, գավիթ, խորան եւ ավանդատներ, 4-ն են, 4-ը, կեցեք սյուներ, ոնց էլ մնացել են, չնայած եթե ուշադիր լինեք այս քարերին, ամեն մեկը առանց չափազանցնելու մոտավորապես 1-ից 1.5 մետր լայնք ունի եւ նույնքան բարձրություն, զգացվում է, որ ինչ-որ գեղեցիկ սալահատակ ենք ունեցել, բայց ներկա պահին խոտածած կա, ինչ-որ բաներ նշմարվում են, մնացածը, հլը դուք ես շքեղությանը նայեք, ինչ ասես, լսի, ինչ ասես, ոնց ներկայացնես, հնարավոր չի, ֆունդամենտը նայեք ինչ գեղեցիկ է, ենթադրաբար այսյան պատվանդանը նենց չի, որ առանձին դետալներ են վերցրել ու կպցրել են իրար, չէ, այս ամբողջական, այս հսկայական քարն է, որը մշակել են, զարդանախշել են, աշխատել են, Աստված, խորանը, այս լրիվ ուրիշ աշխարհ է, այս լրիվ ուրիշ քաղաքակրթություն է, ուրիշ մշակույթ է, ուրիշ աշխատանք է, մանրակրկիտ աշխատել են, այս չկրկնվող եզակիությունը, հլը տեսեք ինչ սիրուն անցում է կատարվում մարդու ձեռքի աշխատանքից դեպի բնության ձեռքի աշխատանք, մամուրները շատ սիրուն լրացնում են իրար, շատ սիրուն, համահունչ, եկեղեցին ամբողջապես խոնարհված է, քանդված, քայքայված, գիտես երբ ծերանում ես, չգիտեմ ձեռքդ չի աշխատում, ոտքդ չի աշխատում, ուղեղդ չի աշխատում, հիշողություն տակորում, ես ավելի տենց հասուն տարիքի մասին եմ խոսում, այդ զուգահեռն եմ ուզում անցկացնեմ, տեսնես հիշում է ովքեր են իրան կառուցել, ինչ հզորներ են ձեռքի տվել, մտածել ու ստեղծել, ու ոչ միայն կառույցը, այլ նաև այս գեղարվեստական աշխատանքը, ճիշտ է խոնարհված է, բայց այդ աշխատանքը երևում է ամեն մի ճեղքից, ամեն մի զարդանախշից, ամեն մի խաչքարից, ամեն մի քարից երևում է։ Ու այստեղ միայն մնում է ասել բրավո, արժանացնել կառույց ծափահարությունների, ինչպես նաև ստեղծողներին արժանացնել ծափահարությունների ու շարունակել մեր էքսկուրսը։ Գնանք տեսնենք էլ ինչ օժանդակ կառույցներ կգտնենք։ Մեր հոգևոր աշխարհը ունիկալ ինստիտուտ է։ Հնարավորություն է տալիս խոսքից հետո մտածել, հնարավորություն է տալիս մտքից հետո մտածել, գրվածքից հետո մտածել։ Ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել փակագրերի վրա։ Տառը տառի մեջ կամ տառը տառի վրա։ Իդեպ ընկերներիցս մեկը ասաց, որ ամենաշատ փակագրերի շտեմարանը գտնվում է Նորավանքի մուտքի վերնահատվածում, այստեղ էլ կան փակագրեր, օրինակ տեսեք A, G, M, B, խոյակներ, բարավորներ ու բոլորը համարակալած է։ Շատ տարածքներ մնացել են հողի տակ, կամ մատուռա, կամ եկեղեցի է, կամ սեղանատուն է, կամ գրչատուն է, այստեղ էլ ինչ-որ կառույց կա, բայց մնացել է հողի տակ։ Պատվանդաններ, այս մեկը վնասվել է, արձանագրություններ կան, խնդրեմ, թաղումներ նույնպես եղել են։ Վաու, ինչ սիրուն երանգներ են, հա։ Էս էլ է նախագավիթ, իմ կարծիքով, որովհետև շուրջ բոլորդ շարվածքներ են։ Սա մուտք դեպի եկեղեցի։ Խորան, շատ պարզ երևում է, աստիճաններ, ավանդախցեր, այստեղ էլ կամ ավանդախցեր կամ աղոթարաններ, իսկ դուք ինչ եք կարծում, այստեղից աստիճաններ եղել են, եղել է երկրորդ հարկ, ներկայիս մեր ռեստավրացված
եկեղեցիները դրդապատճառ են, որ այդպես մտածես։ Հիշում եք, չէ՞, մեր շատ եկեղեցիներում աղոթարաններից աստիճաններ կան, որոնք քեզ բարձրացնում են դեպի երկրորդ հարկը։ Մտածում եմ, Խամշին այն քիչ բացահայտված, բայց իսկապես էլ եզակի հոգևոր կոթողներից մեկն է, ու շատ կուզեի, որ մարդիկ շատ այցելեին, որպեսզի մեր հոգևոր անկյունները իրենց մենակ չզգային։ Ճիշտ է, այն գտնվում է անտառում, մացառները շատ են, մոշուտները շատ են, ծառերը շատ են, էդ էլ իր էֆեկտը ունի։ Էդ էլ է գեղեցկացնում ձեր ճանապարհորդական երթուղին։ Քիչ են հանդիպում նման վանական համալիրներ, բայց եկեք այսօրվանից նենց անենք, որ ինքը չհամարվի ամենաքիչ այցելվող վանական համալիրներից մեկը։ Նայում ես ամենագնացի ճանապարհը։ Մտածում ես, հա, դե մեր Վիլիսը կճողոպրի, մեզ կտանի տեղ կհասցնի, իդեպ գնում ենք ձեզ մի թաքնված գեղեցկություն ցուցադրելու, բայց չէ, նորածին կանաչը ու խոնավ հողը չեն թողնում, որպեսզի մեքենան դքերը բարձրանա։ Դրա համար սեփական մեքենաներով 1 2 անկեղծանալ, ասեմ, որ կարոտել էի քայլարշավը, չէ, քաղաքում մեզ սովորեցրել ենք կոմֆորտի, մեքենայով A կետից B կետը, անկախ նրանից 1 կիլոմետրա, 500 մետրա, մոռանում ես, որ աշխարհիս երեսին գոյություն ունեն այսպիսի անտառային կածաններ, արահետներ, ու այս ամեն ինչի մեջ ամենագլխավորը նիհարելու սինդրոմը։ Ես խոսում եմ բնական նիհարելու մասին։ Սիրուն անտառներ, սիրուն։ Տեսակ, այն ինչի ես տեսա։ Արդեն երևում է մեր թաքնված ջրվեժը։ Այս ճյուղերի արանքից տենց ձգող տպավորություն է թողնում, որ ասում է, արի, ինչ ես կանգնել, արի, դե մենք էլ գնում ենք, գնանք ծանոթանանք մեր գեղեցկու հետ, անունը չգիտեմ, տեղացիներն էլ չգիտեն, այնպես որ կմտածենք ինչ-որ հետաքրքիր անուն ու կվերնագրենք, հոտես չենք թողնի, մեկ այնքան պետք է խմորվել, խառնվել բնության հետ, այդ պետքը այն ժամանակ է իրան զգացնել տալիս, երբ ուղեղը ծանրաբեռնված է, թեկուզ սովորական կենցաղային մանր-մունր հարցերից։ Այստեղ լրիվ ուրիշ իրականություն է, կտրվում ես ամեն ինչից, այ մարդ։ Այս տերևների խաշամը, այս մերկացած ճյուղերը, այս ջրվեժը, կանաչի տենց թեթև երանգներ էլ կան, մոխրագույնի հետ։
տանում ա քեզ, անջատում ա քեզ, ով ես լինում լրիվ։ Ու այդ գիտես ինչի մասին ա խոսում, որ կա կարոտ ընտանիքի անդամների, գործընկերների, բայց կա նաև կարոտ բնության։ Էս հենց այդ կարոտն է, երբ ուղեղիդ յուրաքանչյուր ծալք քեզ ստիպում ասում է տար ինձ ընդեղ տար։ Այդ նշանակում է կարոտ։ Եվ դու ես կարոտել բնությանը, եւ բնությունն է կարոտել քեզ։ Այ սիրելիներ ջաներ, իսկ դուք նկատել եք, որ միշտ ջրվեժների մոտ ստեղծվում է ինչ որ հետաքրքիր միկրոկլիմա։ Բացատրեմ, օդը ավելի խոնավա ու թարմ, բուսականությունը ավելի կանաչ, շշուկի մասին ջրային, էլ չեմ խոսում։ Մենք արդեն հասանք այս թաքնված գեղեցկուհու մոտ ու ես դրա իրավունքը ունեմ անվանելու այս ջրվեժը բնական հուշարձան, որովհետև ինչ է բնական հուշարձանը։ Բնության կողմից ստեղծված անձեռակերտ գիտական, գեղարվեստական, մշակութային որևէ երևույթ։ Ժայռային կարա լինի, ջրային կարա լինի։ Իսկ այս ջրվեժը մեր հայտնագործությունն է Հայ Անտառի հետ։ Հեսա կմտածենք տղաների հետ, թե ինչ անուն տանք։ Սիրունա, նոր էմոցիաներ, նոր զգացողություններ ամբողջ կյանքի համար, որովհետև այս պատկերը, քո աչքերը որսում է ու դու այդ պահում ես այստեղ, սրտում, քո, դենց որ եկեք այս էմոցիաների հետևից, բայց գիտակ մարդկանց հետ, թե չէ կմոլորվեք, լուրջ եմ ասում, զգում եք ոնց է պաշտպանվել մարդկությունից, տո շղարշելա, տո պարսպապատելա, չի թողնում մոտենաս, անկեղծ չես կարա, պետքա ոտաբոբիկ քայլես գնաս, բայց ընդեղից էլ չես կարա բարձրանաս, կամ կարաս, բայց մի կերպ։ Հիմա այս ամենը տեսնելով, առաջարկում եմ հետևյալ անվանումը տանք ջրվեժին, անտառային գեղեցկուհի կամ անտառի դիցուհի կամ անտառի աստվածուհի, որ մեկը նախընտրում եք, գրեք մեր այս նոր էպիզոդի կոմենտներ բաժնում, YouTube-յան թողարկման։ Սիրով կպատասխանենք յուրաքանչյուրիդ կարծիքին կամ էլ ուղղակի համակարծիք կլինենք դնելով այս նշանը։ Սա նշանակում է գերազանց է։ Շատ եմ լսել այս արտահայտությունը, ջուրը ունի հիշողություն, բայց մի պահ եկեք պատկերացնենք, երբ այս գահավիժող հոսող ջուրը կպնում է ժայռերին, ինքը երկրորդ անգամ այդ նույնը չի կրկնում, այսինքն այդտեղ հիշողության մասին խոսելը ավելորդ է, բայց իմ ենթագիտակցության մեջ հիշվելու է այս երաժշտությունը, որը ստեղծվում է առանց երաժշտական գործիքի։ Ու ելևեջներ են, որ էլի չեն կրկնվում, հասկանում ես։ Ու դրանով է յուրահատուկ էս երաժշտությունը։ Չեմ ուզում, բայց պետք է հրաժեշտանք մեր անտառի գեղեցկուհուն ու շարժվենք ռիզորտ։ Օպա։ Քիչ է էլի, 2 օրը քիչ է,
հանգիստը լիարժեք դարձնելու համար։ Ես պատրաստ եմ օրինակ, չգիտեմ, ժամերով վայելեմ Սևանի այս երկերաժշտությունը, այս խաղաղությունը, այս լռությունը, այս խորությունը։ Իդեպ, սիրելի տուրիստներ, կարող եք մասնակցել մաստեր կլասի հենց Սևանի ափին, ձկնապուշ։ Գնացինք։ Արտուր ջան, մենք հասանք, բարի ողջույն։ Հազար բարին Տիգրան ջան, բարով եք եկել։ Ոնց ենք։ Լավ, եւ բարձր տրամադրությամբ սպասում ենք ձեզ, ինչպես տեսնում եք բաց կրակի առաջ Սևանի ափին ու շատ հետաքրքիր գաստրո շոու անելու ցանկությամբ, չնայած բավականին ցուրտ է, բայց ամեն դեպքում կարծում եմ այս ուտելիքը մեզ բոլորից կջերմացնի։ Լսի, ապրիլ ամսին կրակ ես ուզում Աստծուց։ Աստծուց կրակ չպետք չի, կրակը մենք մեր ձեռքով առել ենք։ Այսպես էլ մնա վատ չի։ Լավ է, ամեն բան շատ լավ է, ես ոնց հասկացա ատրիբուտիկայով զինված ես։ Սա մեր ճամփորդական, այսպես ասած, սեղանիկն է, ծանոթացնում եմ շեֆ խոհարարի հետ, Գայանեի հետ։ Մենք այսօր միասին ենք պատրաստելու ու այս ատրիբուտիկան մեր հետ հաճախ է պատտում, ափից ափ։ Եվ եթե բացօթյա ինչ-որ բան պիտի պատրաստենք, իսկ մենք շատ ենք պատրաստում, այս սեղանիկը մեզ հետ միշտ գալիս է։ Իսկ թանկարժեք է տուրիստի համար։ Բավականին մաչելի է, ես կասեի շատ մաչելի է, մանավանդ որ իրենք եւս կարող են մասնակից դառնալ այս process-ին, իրենք եւս պատրաստեն ու ի վերջո ուրախանան վայելեն։ Այո, տեսնում եք, համին ապնու տերևները տարած, բայց մենք շատ ունենք, հա։ Գանե ջան, ձեթ հավելացնենք, ձկնապուրը հայկական ձկնապուրը է, հենց Գեղարքունիքի մարզի, շատ կոլորիտային եւ այդ մարզը նկարագրող։ Հա, Գայանեն վարպետորեն ուտար, տես։ Հիմա կլցնենք մեխուրը, չիչխանը, բարբարիս։ Լսի ինչ սիրուն են գույները։ Տեսեք, սիրելի գաստրո խելագարության սիրահարներ, գունային պնակ, այսպես Արտանիշ Beach Resort-ի շեֆ խոհարարը վրձնահարում է այս գույները, արդյունքում ստանալու են։ Իսկ եթե բուլղարական չլինի, հայկական լինի, ավելի լավ։ Սարյանական ուտելիք է ստացվում։ Կիտրոն, հա։ մեկ-մեկն հենց պետք է գալիս բնության գրկում, նմանատիպ։ Մեկ-մեկ չէ, հաճախ։ Հա, այս լիմոններն էլ սենց կտերով։ Այո։ Կարտոֆիլս գույները գնացել են։ Եռացրած ջուրն ենք ավելացնում։ Այսպես։ Աղը։ Ձավար։ Այո, ձավար խաշած վիճակում արդեն, որովհետեւ ժամանակ չծախսենք, թե չէ հեռուստադիտողը պատրաստելուց ինքը կարող է միանգամից դեպքերի մեջ ասել, որ կարտոֆիլի հետ եւ այո։ Մի ամբողջական ձուկա գնում ես ամբողջին։ Հա, այսպես մենք մեկն ենք լսնում, որ ձկան համը շատ չլինի, հետո մարդիկ խնդիր չունենան այդ համը հազգացողությունը միշտ իրենց հետ չլինի, բայց շատ ձուկ սիրող եւ ընդհանրապես ծովամթերք սիրող մարդիկ կարող են շատ ավելի շատ լսել, հա, ինչքան կուզենան։ Ու ինչքան ժամանակ պետք է սպասել։ Կարտոֆիլից կհասկանանք մաքսիմում 20 րոպե։ Արտուր, մենք հատուկ հյուրեր ենք, դրա համար ասենց դրված սպասքը, թե Չէ, քարերը մեր մշտական ուղեկիցն են, որովհետեւ Սևանը դա իրենց ենթադրում է ծովային քարեր, ծովային չեն, բայց այո, մեր դիզայներական որոշումներից հերթականն է Տիգրան։ ուրեմն թեթև կծվություն կա ու այդ կծվությունը մենամարտի մեջ է մտել թթվաշի հետ։ Բրավո։ Քաղցր նոտաներ կան, փափուկ, թեթև, չգիտեմ, ինձ դուր է գալիս, իսկ այդ որ խրթխրթում է ատամի տակ, ձավարը մեկ էլ այս դեղինի անունը մոռացա։ Չիչխանը։ Չիչխանը, հա։ Ես մի գաղտնիք էլ ասեմ, որ իրականում սա իրենց ենթադրում է, որ վերջում պետք է մի ամբողջական վառվող փայտ մտցնենք ներս։ Հա։ Բայց մտածեցի, տղաները Երևանից են, կմտածեն մոխի։ Կզարմանան, կվախենան, կգնան այստեղից, չուզեցի հյուրերին նեղացնել, դրա համար չարեցի, բայց սովորաբար անում եմ։ Քանի որ ցուրտ է, ես առաջարկում եմ ճաշկերույթը շարունակել ռեստորանային հատվածում։ Ես անակնկալ ունեմ քեզ համար։ Էլի անակնկալ գաստրո շոու կանենք միասին, այս անգամ իհարկե պրոֆեսիոնալ խոհանոցում, ոչ թե այսպես բաց դաշտային պայմաններում, պոլիգոն վիճակից անցում կատարենք պրոֆեսիոնալ խոհանոցին։ Եվ ես խոստանում եմ, որ դուք հայկական խոհանոցը այլ տեսակյունից կբացահայտեք եւ օրինակ, հա, սովորական ստանդարտ հավը մեզ համար կդառնա շատ հեքիաթային ու հետաքրքիր մի ուտեստ։ Մոռացար ասել, որ Զանգեզուրի սարերից բերված հավը։ Զանգեզուրի պետք է անպայման փորձել որակը եւ համը հասկանալու համար։ Թերևս երբ լվացա ու մշակեցի, արդեն զգացվում էր, որ վաու, այս հաստատ լավ բան կստանանք։ Լճի ափին ինչ խոսք շատ լավ էր, բայց դե ցուրտ էր։
Ստիպված տեղափոխվեցինք ռեստորանային հատված Արտանիշ Beach Resort-ի, այստեղ ես իմ կոմֆորտ զոնայում եմ, տաք է, այնպես որ եկեք շարունակենք մեր հացկերույթը։ Պատրաստվում եմ համտեսել Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի արտադրանքը, քարաճիկ։ Ես չգիտեմ ինչ է արել մեր խոհարարը, ես չգիտեմ ոնց է արել մեր խոհարարը, բայց տեսքը խոստումնալից է։ Քունջութի առատ արկայությունը արդեն լավ է։ Առաջարկում եմ ամեն ինչից քիչ-քիչ, տենց փոքրիկ սեթ հավաքենք, հա, ափսեի մեջ։ Կրկին Զանգեզուրի թռչնաֆաբրիկա, այստեղ արդեն սիրտ ու թոք, առատ պոպոկ, կանաչեղեն եւ նուռ, դելա շատ լավ։ Համը օրիգինալը տարբերվում է, շուտալի է, հեշտ ծանվում է, ինչ դուր եկավ։ Սովորաբար Սևանի այս թևը եկող զբոսաշրջիկները, մեծամասամբ հայերը, սիրում են իրենց մթերքը իրենց հետ բերեն։ Այդ չի դառնում հանգիստ, այդ դառնում է կիսահանգիստ։ Չնայած կան մարդիկ, ովքեր սիրում են պատրաստել բնության գրկում, հարցը այդ չի, բայց եթե եկել եք հանգստի, ուրեմն լիարժեք դարձրեք ձեր հանգիստը։ Առաջարկում եմ անպայման օգտվել ռեստորանի ծառայություններից, թե նախաճաշի տեսքով, թե ճաշի տեսքով եւ թե ընթրիքի տեսքով։ Քարաճիկ ծամելուց ռեզինի էֆեկտը կա, բայց որ ասեմ եփված չի, սուտ կլինի։ Մի քիչ ձիգա, բոլոր դեպքերում այդ խրթխրթոցը հենց դուր է գալիս։ Այդ խրթխրթոցը քարաճիկի յուրահատկություններից մեկն է։ Մինչ հիմնական տաք ուտեստը կբազմի գահին, առաջարկում եմ այս աղցանն էլ համտեսենք, լոբով աղցան, ինչ ունենք կանաչ լոբի, պոպոկ, կանաչեղեն եւ սերուցքային ինչ-որ սոուս։ Ինչ լավն է, սառը հաճելի, հատիկավոր լոբու հետ ընկերությունը պոպոկի տեսել էի, գնահատել էի, բայց կանաչ լոբու հետ չէի պատկերացնում այդ ընկերությունը։ Արի ուտես, որ շատ էլ լավ է ստացվել։ Երկար չսպասեցինք, ահա եւ մեր հավիկը։ Գանը ջան, բայց ինձ պետք է օգնես այս կտրտելու պրոցեսը։ Մեր հավիկ տմբուզիկը, ոնց որ աղջիկս է ասում, ինչու տմբուզիկը, որովհետեւ փորը լցոնել ենք։ Ես սպիտակ միս այդքան էլ չեմ սիրում, դրա համար խնդրեցի, որպեսզի բդիկ ինձ բաժին հասնի։ Եկեք մի փոքր խոսենք խճողակից, ինչ է հավիկի ներսում։ Բրինձ, չրեղեն եւ գազար։ Տարբեր համեր են։ Եվ քաղցր, եւ կծու, եւ թթվաշ։ Ես ձեռքերով այն որ հասկանում, որ հավի միս եմ ուտում։ Հետաքրքիր է, ինչ որ սոուսապատել են կամ մարինացրել են, ամենայն դեպս տարբերվող է։ Այսօրվա բազմազանությունը հետաքրքիր էր, ինչ խոսք, եւ նոր փորձառություն էր լճի ափին եւ ռեստորանում արդեն այս թռչնամասի հետաքրքրություններն ու գրավչությունները ինձ դուր եկավ։ Ունեք հյուրեր արտերկրից եւ ցանկանում եք զարմացնել նրանց, անպայման ցույց տվեք Հայաստանը, անպայման տարբերվող էքսկուրսիաներ կազմակերպեք եւ այդ էքսկուրսիաների մեջ ներառեք նաեւ այս գաստրոհրաշքները, որովհետեւ եթե տուրիստը լավ կերած է, սկսվում են արդեն քիչ-քիչ զրույցները, անեկդոտները, պատմությունները, իսկ դրանք էլ շարունակվում են տրամադրություն հաղորդող հեղուկի շնորհիվ։ Իմ տրամադրություն հաղորդող հեղուկը այսօր կոմպոտն է, պատրաստված է այստեղ, իդեպ հացն եմ շատ հավանում, նույնպես թխվում է տեղում։ Վերջ, մի պատմություն եւս մոտեցավ իր տրամաբանական ավարտին, մի ճանապարհորդություն եւս դարձավ հուշ, սակայն չմոռանաք, որ այս ճանապարհորդությունները կարող ենք կրկնել առանց տեսախցիկի, այսինքն կազմակերպվում են անհատական տուրեր, մեզ հետ միասին։ Ցտեսություն, կհանդիպենք։